Պատրաստում եմ հարսանեկան պայուսակ, որը կգրավի շատերի ուշադրությունը։ Եթե ոչ իմ լսարանի, ապա հյուրերին է հաստատ։ Այս ապակե քարերն այնքան թափանցիկ էին, որ կարծես ջրիկաթիլներ լինեին։ Շատերն այդքան էլ ուշադրություն չեն դարձնում նմանատիպ աքսեսուարներին եւ ընտրում են հասարակը։ Կլինի պայուսակ, թե ծաղկե փունջ, կապ չունի։ Իսկ ինչ եթե սիրո ամենագեղեցիկ օրը հավերժացնենք ձեռագործ արվեստի մեջ։ Իսկ ինչ եթե հարսանեկան պահերից մեկը դառնա մի բան, որը կարող ես պահել տարիներով։ Մնում են հիշողությունները, երբ առաջին անգամ քեզ տեսնում ես հարսից գեստով հայելու մեջ։ Այն պահը, երբ բռնում ես սիրելիիդ ձեռքը։ Հիշում ես ժպիտները, հուզմունքն ու արցունքները։ Այո, երբեմն որոշ աքսեսուարներ ստեղծվում են ոչ միայն օգտագործելու համար, այլ նաև հիշելու։ Վստահ եմ, շատերդ կնշեք, որ տարոսիկները եւս հիշողություն են։ Եվ ես համաձայն եմ, պարզապես դրանք երբեմն այնքան շատ են, որ կորում են մյուսների մեջ։ Ինչևէ, կսպասեմ քո կարծիքին մեկնաբանություններում եւս։ Նաև հետաքրքիր է, թե քանի ապագա հարսիկ նայեցին այս հոլովակը։ Դուք եւս գրեք մեկնաբանություններում, թե ինչքանով եք կարևորում հարսանեկան յուրաքանչյուր դետալ։ Գրեիք արդյոք նման պայուսակ, թե ոչ։ Իսկ ես շնորհակալ եմ, որ դիտեցիք մինչև վերջ։ Կհանդիպենք։